Հայելի, որի մեջ տեսնում եմ իմ դեմքը, չեմ հասկանում, թե ինչպես է պատահում, որ լրիվ տարբեր մեկն է երևում հայելու մեջ, այնպես չէ։ Ինչ իմացար։ Հայելու մեջ իմաստացոլանքն, բայց այդ ես չեմ, այդ մեկ ուրիշն, հայլանման պատը բաժանում են ես։ Նա նույն ձևով կրկնում են շարժումները։ Նույն ձևով ինձ պատասխանում։ Բայց այն անգամ գաղափար չունին դժվարությունների, էլ չասեմ երազանքների մասին։ Խճճվել են մտքերս, ոնց այս պարանը, ասում էի, չէ դժվար է գլխի։ Իրականում հայլն ցույց է տալիս իմ իրական դեմքը, այդ ես եմ, այլ մեկ ուրիշ։ Ինչ լավ է, որ ես դարձել իմ լրախաղաց եմ գետ։ Ընկերս, ինչ մի մտահոգվել բանը ծտել, մորացրած հայրը ինչ տեսան դեմքի մասին, և հիշիր պարզ ասնից այն դեմքը, որ հավատում ես,
Ես ես ասում, մինչև այս պահը ես իմ դեմքը տեսել եմ իմ հոգու աչքերով և նրանց ձև ու կերպարանք եմ տվել, իմ մտքով։ Շատ եմ ուզում, որ իմ կյանքի ճանապարհին հանդիպած մարդիկ կարողանան տեսնել իմ իրական դեմքը։ Համոզված եմ, եթե տեսնեն, անպայման կհասկանան ու կսիրեն ինձ։ Այդպես զարմացած մի նայեք, ամենահարմար արդի դեպքում կպատմեմ, թե երբ և ինչպես գտա նրանց։ Անհամբեր է, հասկանում եմ։ Միայն ասեմ, որ շատ հարցերի պատասխաններ եմ գտել նաև նրանց օգնությամբ, բայց չեմ ասի։ Ասա։ Ասա։ Չեմ ասի։ Ասա։ Եվ մեկ ինձ վիրավորում է անհամարում կարմիր լույսը վառելով։ Ես այն անմիջապես փորձում եմ փոխարինել կանաչ գույնով։ Աշխարհում կան մարդիկ, որոնց ես չեմ ճանաչում, չգիտեմ թե ինչպիսին են, չար թե բարի։ Ես վառում եմ դեղին զգուշացնող լույսը։ Իմ ճանապարհին ես հանդիպեցի մարդկանց, որոնք ինձ սիրում և ընդունում են լուսացույցի կամ ասենք լավդացույց տեսքով։ Ոչ մի տարբերություն, երկու դեպքում էլ ես եմ, երկու դեպքում էլ իմ քիթն է։ Նրանք իմ ընկերներն են, աշխարհում հանդիպած աներևակայելի մարդիկ, որոնցից ես դեռ շատ քչերն եմ դեռ հասցրել հանդիպել։ Մոտ եկեք իմ ընկերներ, ոնց 1000 տարվա ընկերներ։ Ոցորն ինչ է։ Այդ է մարամիտն է մեր ընկերներ։ Ես ասել ես այսքան հասուն դարձա։ Ես հասուն դարձա այն ժամանակ, երբ հասկացա, որ մեզ աշխարհը այնքան է զբաղեցնում, որ մենք մեր ներաշխարհում գտնվելու ժամանակները չենք ունենում։ Քեզ պատկերացնի, թե որքան շնորհակալ եմ քեզ։ Լավ է Աստված, ամեն ոք ինքնուրույն պետք է հետապնդի ճշմարտությանը, փնտրի, գտնի ու ինչու՞ չնստի հետը մի լավ զրուցի։ Հայրը մեջ իմ արտացոլանքն է, բայց այդ ես չէ, այլ մեկ ուրիշը, հայելանման դուրը, այս հայելի իմ արտաքին աշխարհն է, իմ արտացոլանքը, իսկ իմ դեմքի ներքին աշխարհը, որի դուրը պատանը փակ է, ավելի անգամ ինձ համար։ Երբեք մտքովս չեր անցել գնալ ներաշխարհիս խորքերը, վերլուծել մտքերս, արածներս և չարածներս։ Իմ ներաշխարհում ապրում են ուրախությունը, նեղացկոտությունը, տխրությունը և երջանկությունը։ Երբեմն 4-ից պատում են միաժամանակ, համացանցից կամ այն վայրից եկած տխուր լուրը միանգամից մտնում է ներաշխարհ, զանազան դուռը թակելու, կարծես հանցագործ լինի, իսկ երջանկությունը որպես շատ հաճախ տանտել չի ընդունում նրան, նեղացկոտությունը ձեր նեղացած է և ոչ հաճախից մոտում։ Ամենաշատ ինձ ուրախությունն է պատում, շատ կարևոր մի ճշմարտություն եմ հասկացել, եթե ուրախությունը շատ է, ավելանում է երջանկությունը 100% ավելացնում է ուրախությանը։ Դե եկեք, ստանանք միասին։ Շնորհակալ եմ, որ իմ կյանքի ճանապարհին հանդիպեցի ձեզ տեսելով գտա իմ ճշմարտությունը։ Դա ավելին արժե, քան այն, ինչը երբևիցե կյանքը պետք է կարողանա սովորեցնել ինձ։ Եվ այնտեղ հայտնաբերում է մարդկությանը։ Մենք չենք ապրում իր աշխարհում, բայց այս հաճախ ապրում են այն աշխարհում, որը ձևավորվում է ինքնացմով։ Նարեկ, արի պատմիր քո աշխարհի մասին։
սեր տալ ծառին, ծառն են իր ջուղերին են տերևներ, տերևներն են ծառ։ Իսկ արագին անընդհատ բացեց թևերը և դրանք գնաց դեպի երկինք խաղալու արևելք։ Ես օգնեցի ծառին, որ ծաղկի։ Ծառն էլ օգնեց ինձ, որ ես հանգիստ զգամ։ Աշխարհը արևով լցվեց, իսկ շուրջ բոլորը կանաչով լցվեց։ Եվ ես ինձ երջանիկ եմ զգում, որ ես ու ծառը օգնեցինք իրար ընկերացան։ Մեկի համար ամեն օրը մի նոր կյանք է։ Մյուսի կյանքը անցնում է մեկ օրվա պես։ Մեկն ուզում է փոխել աշխարհը, մյուսն էլ աշխարհն է փոխում։ Մեկն ուզում է ճանաչել աշխարհը։ Ինչ որ ասում եք ճիշտ է։ Այս ալիքամկը։ Ասա։ Որոշ ժամանակ հետո փորձեք ճանաչել նաև ձեր սեփական ներաշխարհը։ Որոշ ժամանակ հետո փորձեք ճանաչել քո սեփական ներաշխարհը։ Որոշ ժամանակ հետո կփորձենք ճանաչել մեր սեփական ներաշխարհը։ Ես այնքան չեմ տարբերակել։ Սոֆի, մեր ներքին աշխարհում մեր մտքերն են զգացողությունները, հավատը, հիշողությունները։ Աշխարհը ներաշխարհի կապողը մեր ուղերձն է։ Սոֆի, ասեցի մաս, աշխարհը շատ բարձր։ Իսկ դեռ քիչ։ Ասես, ոչ աշխարհ։ Շատ դժվար։ Ահա տես։ Հայդիկ։ Մայրիկ, ես հասկացա, մեր աշխարհը մեր տունն է, որտեղ ապրում են մեր հարազատները։ Իսկ աշխարհը անծանոթ տուն, որտեղ չգիտես, թե ովքեր են ապրում և ինչեր են այնտեղ սպասվում։ Տես, աշխարհը շատ մեծ է, ես չմի կետ, բայց ոչ ես եմ փոքրում, ոչ էլ աշխարհը։ Կետը մեծանում է, աշխարհը ավելի է փոքրանում։ Կետը մեծանում է, աշխարհը ավելի է մեծանում։ Ու կետը, այսինքն ես Յոթ որոշեմ տուն գնալ։ Իհարկե գիտեմ, որ հայրիկն ու մայրիկը պապիկները անհամբեր ձեզ սպասում, բայց ոչինչ թող չես սպասեն։ Եկեք դեավորեք իմ աշխարհը։ Սոֆի, արի, մեր աշխարհում բոլորի համար տեղ կա։ Արի, աշխարհում բոլորի համար տեղ կա։ Այո, Սոֆի, մի շատ կարևոր կետ, որ տան սպասում է։ Աշխարհը մեծ է, բայց մենք նրա մեծությունը չենք գիտակցում։ Ավելի շուտ դեռ չենք գիտակցում։ Ես իմն իրել այնտեղ, որտեղ շատ բախ կա։ Ուզում եմ ցավության արժանանալ։ Միքայել, մենք ապրում ենք այնպես, ինչպես մանկուց սովոր ենք։ Մարդկանց շրջապատված աշխարհում Երբ փոքր եք, կախված եք շրջների կարծիքից։ Ճիշտ ես, փոքր շատ հաճախ հիշես մեզ ցելագնալ։
Շուտ վիրավորվում։ Վախենում ենք տարբերվել։ Չգիտեմ դուք եք, բայց ես հասունացա այն ժամանակ, երբ հասկացա, որ մտքերը հնարավոր է կառավարել, եւ սովորեցի չմտածել անցանկալի բաների մասին։ Երբ ցուրտ է, գլխարկս այնպես եմ քաշում գտնում, որ ագարներս բացուկե չսեն, ասենք չսեն, թե ցուրտ ու էլի Միքայել Երանի չէր միայն ցուրտը լիներ, երբ այդ մտքերը կոնի ներաշխարում են, պետք է դրանց դեմ պայքարել։ Ես իրեն ներաշխարի պահապան է, նա Քրիստոս հետ է։ Ուր է։ Անտեսանելի է։ Ճիշտ է, Սվարթան անտեսանելի է, բայց լսելի։ Սոֆի, ինչպես գլխի ընկար։ Որովհետև ես եմ Շատ հետաքրքիր է, էլի մեզ էլ ծանոթացրեք այդ մտքերի հետ։ Հզամտքերի դա մասն է, հեշտ ուրախացնի, ով եմ դառնալու, ինչու եմ տարբերվիսեց, ծաղացեմ, դարք հզամտքեր, որ ձեր ուղակումը ոչոչացները վաղպետները ավա տեսեք ու լսեք։ Դանի ժամանակ է, և վստահ չէ, թե կարող եմ, հիմա տեսում են մեզ մնացեմ շատ ընկերներ ունեմ։ իմ հզոր միտքը քեզ օգնության է գալիս։ Երբ իմ մտքում ված միտք է առաջանում, ես այն անմիջապես փոխարինում եմ լավ մտքով։ Ես էլ եմ գալիս, երբ մտածում ես լավ բանի մասին, վատը նեղանում է։ Մենք էլ ենք գալիս, երբ միտքը լավի վրա երկար է ստող, վատը հեռանում է։ Իսկ երբ չէ շաշվում մոնում ես տեղում։ Բռնվեցի, վատը էշտ է տեղըտ գտնում։ Իսկ երբ շարժվում ես, հեշտ ես լավի տեղը գտնում, գնամ։ Սպասեք, բայց ես ուզում եմ հարցերից պատասխանները իմանալ։ Ճիշտ է, որ ամեն մեկը կարող է լինել այնպիսին, ինչպիսին որ ուզում է։ Ճիշտ է, որ ամեն մեկ ունի տեղն ու դեր։ Իհարկե ճիշտ է, Սոֆի, մեր մտքերն են ձևավորում մեր կյանքը։ Մինչև վախկոտ չլինել չես կարող քայլել։ Մինչև չիմանաս ինչը գիտես, չես իմանալ սովորել, որ կարողանաս քեզ ներկայացնել այնպիսին, ինչպես որ կուզենաս քեզ ճանաչել։ Ասեմ ավելին, մեր միասին նվագախմբում ինչպես ամեն մեկս մեր գործիքն ունենք, այնպես էլ մեր տեղն ու դերը, կհամոզվեք շուտով։ Մտքերը հրահանգներ են, որոնք իմ պատկերացման գործում են բաց կանոններով, վատ միտք ունեն, վատ հետևանք, լավ միտքը լավ հետևանք։ Եվ փոքր եք, սպասում եք ու մեզ օգնել, բայց սպասեք փոքրիկները կողմացնել։ Այդ բոլոր զգացողությունները ծանոթ են մեզ, ինչպես սիրում են ասել մեծերը, մի ժամանակ մենք էլ ենք փոքր եղել, բայց շտապ եմ ասել, հասունանալով մեզ քիչ կապված ներդրումների կարծիքից, վերաբերմունքից, դու լավ է ճանաչում քեզ եւ լավս հասկանում մարդկանց, բայց էլի շտապ եմ ասել, մեկ կարողում ես փոքր լինել։ Մենք ապրում ենք այնպես, ինչպես մանկուց սովոր ենք, մարդկանց հոր շրջապատված աշխարհում։ Մենք բոլորս ապրում ենք առանձին աշխարհում, բայց միևնույն ժամանակ նույն աշխարհում, որտեղ պատահում է, որ մեզ վիրավորում են։ Հասկանում եմ։ Ինչպես կարող ենք օգնել։ Ինձ նույնպես զարթել է։ Ինչպես են համարձակվել։ Ինչպես են համարձակվել։ Բայց ես նույնպես զարթել եմ։ Ինչպես ես կարողացել։ Ինչու ես արել։ Բայց ես այն ժամանակ գիտակցապես այնքան հասու չէի, ինչպես հիմա, վատ եմ զգում արարքներիս համար։ Եվ ամենահարմար առիթի դեպքում զղջումի խոսքեր կասեմ։ Արի, որտեղ իրենք գնահատում են մեզ, երբեմն էլ գործում, անտեսում, մեր ներաշխարհը ծաղրովն է լինում։ Մենք վիրավորվում ենք, որտեղ չի աջողվում չվիրավորվել, ես չեմ վիրավորվում, քանի որ գիտակցել եմ վիրավորված լինելու վնասը։
չվիրավորվել չի նշանակում խնդիրն անտեսել, այլ է նշանակում է խնդիրը չես տեղափոխում քո ներաշխար, այլ փորձում ես լուծել դրսում։ Ուրեմն, պատրաստ եղիր լսել եւ չվիրավորվել, եթե չես վիրավորվում, ուրեմն ինքնասիրություն չունես։ Իսկ ի՞նչ է ինքնասիրությունը։ Սոֆի, եթե նրանց հարցնես, թե ինչ է ինքնասիրությունը, մի մասը չի կարողանա պատասխանել։ Իմաստն է բառը վերուտերը պատասխանի, դա ինքը քեզ սիրելն է։ Իսկ եթե քեզ սիրում ես, բնական չէ, որ պետք է հոգ տանես քո մասին, այլ փորձում ես ասասաբար ազել վնասել քեզ։ Բայց երբեմն կլինեն ավելի դժվար պահեր։ Հիշեք այս բառը, որ կարողանամ ճիշտ պահին ճիշտ վերաբերմունք ցույց տալ։ Ես ինձ սիրում եմ, այդ պատճառով չեմ վիրավորվում։ Ես փորձում եմ իմ ներաշխարհը պաշտպանել աշխարհի վատ ազդեցություններից։ Չվիրավորվեն ինքնասիրության պակաս չէ։ Չվիրավորել ինքնասիրության արդյունք է։ Սկզբում հաղթի քո ներաշխարհում, հետո ներաշխարհում։ Ես սկսում եմ հասկանալ։ Ես ինձ ուժարում եմ ձեր կողքին։ Մենք ենք մեզ ուժերգում ձեր կողքին։ Մենք ուժեր ենք ոչ այն ժամանակ, երբ վիրավորում ենք, այլ այն ժամանակ, երբ չենք վիրավորում։ Ուժը ոչ թե բարկանալու, այլ հանգիստ մնալու մեջ է։ Մենք վիրավորվում ենք, որտեղ չի աջողում չվիրավորվել։ Որքան էլ որ չեմ ուզում այս մասին խոսել, բայց հասկանում եմ, որ պետք է ասեմ, որ աշխարհի լավ վատ կողմերը ճանաչեն։ Ամենանսպասելի պահին, անսպասելի մարդը ճուզելով աչք տնեցում իր առավելությունները եւ ամեն ինչ անում, որ դու քեզ պատված համարես։ Ուրիշի պատճառով առաջատած զառն ինձ համար էլ բացություն է։ Քանի որ ես քույն եմ տալու դիմացի մրջել իմ ներաշխարհ եւ խառնել այն։ Դու կարող ես։ Այո, գիտակցում եմ, որ կարող է թույլ տալ չզայրանալով, բայց ինձ չհաջողվեց։ Ես որոշեցի այլևս չխաղալ նրանց հետ։ Հետո հիշեցի, որ մենք երբեք էլ չենք խաղացել ինձ հետ։ Մենք դեռ այնքան շատ խաղար ենք միասին խաղալու։ Պետք է ճիշտ պահին գիտակցել զայրույթի վնասը, եւ չթողնես ընկերանալ փոխել։ Միշտ չէ, որ դա հաջողվում է։ Երբեմն Այ գիտակցություն։ միշտ չէ որ դա ես եմ ասում։ Միշտ չէ որ դա հաջողվում է։ Երբեմն գիտակցությունը ուշ եմ անում։ Մի արժեք, ես ինքս կասեմ։ Ես հասուն դարձան ժամանակ, երբ հասկացա, որ խոսքը ոչ թե մեզ պետք է դու գա, այլ դիմացին օգուտ տալ։ Խոսքը ծնվում է մեր մտքում։ Խոսքը ծնվում է մեր մտքում, բայց ապրում է դիմացինի գլխում։ Այն դուրս է գալիս մեր բերանից եւ այլևս մերը չէ։ Մենք այն ոչ թե օդ ենք ուղարկում, այլ տալիս ենք կոնկրետ մեկին։ Ճիշտ է, խոսքին պետք է վերաբերվել որպես նվեր, երբ մարդու նվեր են կտրում, հաշվի են կառնում նա ճաշակ է, նախասիրություններ, նման շատ բաներ, նման պատասխանատվությամբ պետք է վերաբերվել նաև խոսքին։ Երբեմն մեզ ջուր է պետք, բայց մեզ հյութ են առաջարկում։ Ուզում ես քայլել, բայց տեղափոխում են մեքենայով։ Ուզում ես լրել, իսկ նրանք քեզ հարցեր են տալիս։ Ուզում ես խոսել խոսրելի ֆիլմից, իսկ նրանք պատմում են իրենց մասին։ Այս ամենը իմանալ տեսակի ձերջան է։ Ես էլ։ Ես էլ։ Որովհետև մինչ այս դժվարությունների ախտարման մասին շատ բան չգիտեինք եւ երջանկությունը փնտրել էինք առանձին աշխարհում, իսկ հիմա գտանք մեր աշխարհում։ Մարդու հաջողությունները սկսվում են այն պահից, երբ նա սկսում է հավատալ ինքն իրեն։ Դե ուրեմն եկեք անունը գծվել ստու խոթիկնախում ու խոսում։ Ես նվագել մեր գործիքները, բայց դա ճիշտ է, ջան, չի աշխարհը։ Փոխիր զարգացիր վայրի այս պահը եւ շարժվիր առաջ։ Շարժվիր առաջ անկապ տրամադրությամբ։ Ինչ որ կարի միայնակ, շարժվի թեկուզ դանդաղ քայլելով։ Դժվարությամբ, բայց կամ միակ։ Շարժվեք դժվարությունների ախտարած, հետևում թողած։ Հաղթանակած։ Եթե դու չես միավորվում։ Ես ծաղրում։ Չես ձգտում տպավորություն թողնել ուրիշների վրա։ Չես համոզում, որ դեռ արդարեք հողանդ։ Չես նաև
դեպի անցյալ։ Չես ընդունում մենակությունից։ Չես սպասում, որ մեզ օգնեն։ Չես ուզում վատություն անել։ Քեզ ուժներից բացը, կանցածը չես դասում։ Հրաշալի է, նշանակում է հանդիպել ենք մենք մեր աշխարհում։ Մամաներ, Աշխարհում բոլորը համարեն տեղ կա։ Thank you.